Գյումրու արտահերտ ընտրություններում դիտորդական առաքելություն իրականացնող տեղական հասարակական կազմակերպությունները թվով 5-ն են։ Ականատես դիտորդական առաքելությունը, Անկախ դիտորդ հասարակական դաշինքը, Հայաքվե դիտորդական առաքելությունը, Գյումրու առաջընթաց քաղաքացիական հասարակության զարգացման կենտրոն հասարակական կազմակերպությունը, Հայ առաջադեմ երիտասարդություն հասարակական կազմակերպությունը։ Վերջիններս անցել են անհրաժեշտ վերապատրաստումները։ Ընտրատեղամասերում հանձնաժողովը բաղկացած է 8 անդամից, նախագահը, քարտուղարը և 6 անդամները։ Տեղում են նաև դիվանագիտական և հյուպատոսական ներկայացուցիչներ և վստահված անձիկ։ Գյումրի 82 փառաքարի 16 տեղամասերի նշանակված հանձնաժողովների անդամների համար անցկացվել է դասընթացներ։ Նախագահ քարտուղարների համար առանձին դասընթաց անցկացվել, որպեսզի իրենց պարտականությունը։ Սարքերի մասնագետների համար անցկացվել է առանձին դասընթացներ, այսինքն այն սպասարկող գործառույթ ունեցող անձնակազմի համար անցկացվել է դասընթացներ, 5 տեղական դիտորդներ, նաև մոտ 40 դիվանագետներ տարբեր դեսպանատներից այցելուների կարգավիճակում հետևել են։ Մեր դասընթացավարները ուղղակի զգուշացնում են, որպեսզի թաքնված քարոզչական չանեն ուղղակի, որովհետև 21 թվականի ընտրությունների ժամանակ եղել էր, որ քաղաքական ուժի, այսպես ասենք, այդ վերնաշապիկը, որ քաղաքական ուժի քարոզչական նյութերից էր, իրենց հաքը մտել էին տեղամաս, բայց հանձնաժողովի անդամներով չենք ունեցել։ Հանձնաժողովները անցել են վերապատրաստում, մեր գործընկերները կենտրոնական ընտրական հանձնաժողովից այստեղ դասընթացներ են անցկացրել, դա լիցենզավորմանը չի, լիցենզավորմանը առանձին է եղել, ուրեմն դասընթացներ են անցկացրել եւ մի դասընթաց է անցկացրել են միայն նախագահների եւ քարտուղարների համար, այսինքն ոնց որ կրկնակի դասընթաց է եղել, ես հուսով եմ, որ այդ դասընթացները անցել են եւ արձագանքները այնպիսին են, որ բավականին մեր կենտրոնականի ժողովուրդը բավականին գոհացած էր, ասեց, որ մեծամասնությամբ տեղյակ էին, գիտեին։ Նշենք, որ Գյումրու 111,236 ընտրողները մարտի 30-ի առավոտյան ժամը 8-ից մինչև երեկոյան ժամը 8-ը հնարավորություն ունեն կատարելու իրենց քաղաքացիական պարտքը։ Նշենք, որ Գյումրիում ամենաքիչ ընտրողների թվով ընտրատեղամասը Շերամի թաղամասում է 31-12 ընտրատեղամասը, իսկ ամենամեծ ընտրատեղամասը Մուշ թաղամասում է 31-14 ընտրատեղամասը։ Աստղիկ Խաչատրյան, Խանով Անիսյան, այսօր։